Իշխանությունները գուցե փորձում են քրեականացնել երիտասարդների հայրենասիրությունը։ Ծայրահեղական են համարվում Նժդեհի նկարով շապիկները։ Ահաբեկիչ ես դու, եթե ունես ստրայքբոլի որևէ պարագաներ։ Այո, խուլիգան ես, եթե մասնակցում ես, հանկարծ ու հանկարծ մասնակցում ես այնպիսի միջույցի, որը կազմակերպված է իշխանության դեմ։ Իշխանությունը փորձում է Դաշնակցության եւ Դաշնակցության երիտասարդական միությանը ներկայացնել որպես ծայրահեղական, ահաբեկիչներ, սարվում է նույն ձեռագրով, ինչ անում էր 90-ականների կեսերին, երբ փորձում էին շինծու գործեր կարելով փակել Դաշնակցությունը։ Որովհետև վախենում էին Դաշնակցության ազգային կեցվածքից։ Գուցե հիմա մտահոգությունը նորից նույնն է։ Խոզարկությունների ժամանակ նշեցի, որ հայտնաբերել էին եւ ուրեմն բոլոր հնարավոր պետական մարմինների սոցիալական հարթակներում տեղադրել էին մահկամազատություն գրությամբ շապիկները։ Մահկամազատությունը դա հայ ազգային ազատագրական պայքարի ֆիդայական շարժման հիմնարար ու սրբազան կարգախոսն է, որի կրողները եղել են Արամ Մանուկյանը, Գևորգ Չաուշը եւ մեր օրյա շատ այլ հերոսներ, ովքեր նահատակվել են 44-օրյա պատերազմում։ Սրա դեմ եք պայքարում։ Բարի։ Մենք շարունակելու ենք մարզվել, շարունակելու ենք կրթվել, ավելի շատ ենք սիրելու Հայաստանը։ Եվ որքան դուք փորձեք մեզ ճնշել, մենք այնքան ավելի ենք ուժեղանալու, այնքան ավելի կազմակերպված ենք դառնալու եւ վերականգնելու ենք մեր ոտնահարված արժանապատվությունը։